խնդրում եմ ասեք ինչ է եղել երեք ձեր մեքենայի հետ կապված դեպքերը։ Երեք ժամը տենց գիշերը 12-ին 15 պակաս 10 պակաս եկել եմ կանգ եմ առստեղ ստեղ էլ մեր բարգավաճի գրասենյակն է տեղեկով նստած ենք դուրս եկանք խաբար արեցին ինձի որ մեքենան վառվում է դուրս ենք եկել ու մի կերպ մենք մեր միջոցներով հանգցրել ենք բայց ամեն դեպքում արդեն արվել է սաղ մեջից կպել է այս հոսանքները սաղ հալ է ոտքերից տակել 5 լիտրանոց սայլարկով շիշեր գցած Ոստիկանությունը պարզել է դեպքը։ Չէ, ոստիկանությունը ստեղ է ամեն դեպքում ոստիկանությունը հետաքրքրվավ ամեն ինչով ստուգեցին, մատնահետքերը վերցրեցին, ամեն ինչը վերցրեցին, կամերաներ կար, կամերանել են հանել ու գնացել են։ Ասինքն տեղեկացնենք ձեզ։ Դիտեցիք տեսախցիկները երևում էր ովքեր։ Տեսախցիկները նայել ենք, բայց չի երևում։ Ստեղ է սարները խանգարում է, չի ցույց տալի էլի շարժը։ Էդ է, բայց ամեն դեպքում իրանք տեսախցիկները վերցրել են։ Բայց դե որ նայում ենք էլ ենք նայում որ չի ցույց տալի տեսախցիկներով։ Դուք սա կապում եք քաղաքական ենթատեքստերի հետ կան։ Իհարկե, սի քաղաքական է, սրանից 2 տարի առաջ հայլի ջարդեցին, ձեն չանեցինք, ասինք դե հայլի է ոչինչ։ Հետո 1 տարի առաջ էլ Վալոդյա Գրիգորյանի ընտրության ժամանակ, որ ակտիվ պայքարում էի, այս իշխանության դեմ, մեքենայից կալոսները ճղեցին, այս վերջերս էլի ոտքերից տակը բերել էին բենզին էին լցել, փորձելով մի բան լրացնել կամ չխոսամ, կարամ ասեմ, որ 8 ամիս էլ տարան նստեցին, էլի հելել եմ, էլի պետքա պայքարեմ իմ հայրենիքի համար, սա ժեշտը ինձի ոչ մի էական չի։ Շարունակելու եք պայքարը։ Շարունակելու եմ պայքարեմ, ես իմ տեղում եմ, իմ դաշտում եմ, պայքարելու եմ այս իշխանության դեմը, իշխան էլ ուզենան սենց փորձեն վախացնել, էլի միշտ ես իմ տեղում միշտ պայքարելու եմ։ Ձեր կարծիքով որ ուժերի հետ եք կապում իշխանության, ընդդիմության այլ ներկայացուցիչները կարող են նման կերպ վարվել։ Ես չեմ իմանում հիմա կոնկրետ ով կարող արած լինի, բայց ամեն դեպքում ես կապում եմ այս իշխանության հետ։ Կարա եւ խոսքի երկրի ղեկավարը, երկրի վարչապետը տեղյակ չլինի, բայց իր այն որ ասում է լնգու լավազները կարան փորձեն լրացնել։ Կարող եք ցույց տալ մեքենան այրվածքները։ Էսա։ Մեջից են մեջտեղը վավշե այրվել է, վառվել է, պատալոկով, տակով, այս ոտքերից տակով սա հարել է։ Ականատեսներ չեն եղել հարակից տարածքից։ Չէ, չեն եղել, պրոստո որ տեսել է, որ վառվում է, ինքն է այդ վախտինցի խաբար արել, որ վառվում է մեքենան, արի հասի, տենց ելել ենք, ջուր մուր ենք, բերեվեդոները լցել ենք, իչե պաժարին հասել է, հարկասու գոնե, ես դե ինչ արդեն, էդի ոչ, չգիտեմ, սարկել կլնի ենա պատալոկով, մատալոկով, սա խոսանքներով հալվե թապել է։ Դիմել եք փոխհատուցման համար։ Ում դիմենք, այսքան վաղտ մեր ընդդիմությանը ով է փոխհատուցում տվել, որ հիմա մենք դիմենք փոխհատուցում պահանջենք։ Ձեր ընկերները ընդդիմադիր դաշտի գործիչները տեղյակ են։ Արդեն տեղյակ են, սաղ էլ տեղյակ են, սաղ էլ իմանում են ինչոցա, ուրիշ բաներ չեմ էլ կարա ասեմ։ Երբևիցե նման դեպքեր եղել են իրենց հետ, ձեր գործընկերների հետ։ Եթե չեմ սխալվում, մայ Հայաստան մեր ընկերոջ Գևորգի մեքենան էլ են էլի տենց փորձել են վախացնելով հրկիզել, որ հետաքրքրվենք, լիքը տենց դեպքեր եղել է ընդդիմադիրների, պրոստը խեն այս մեթոդը գթե չգիտեմ, եթե փորձում են այս մեթոդով մեզի վախացնել կամ լրացնել, ասեմ որ չարաչար սխալվում է, պրոստը լավ նվեր արեցին Նիկոլ Փաշինյանին ամսի 1-ի համար իրանք։ Չէր նվեր։ Նվեր էր, պատարակ, ամսի 1-ին իրա ծնունդն էր, ասին նայեք, որ էլ ինչ նվեր ենք անում ձեզի, եվս մի ընդդիմադիր, որ միշտ քեզի քննադատում է, քեզի մի հատ նվեր ենք անում ամսի 1-ին։
տարել են իրանք։ Ոստիկանությունը շիշը տարել է, մատնահետքերը վերցրել է, տարել է։ Շիշը տարել են, ասում զանգեն կասում, ինչ ոցա։ Էս է, վերջի իրական, ես չեմ կարող ասեմ կոնկրետ ինչ իրավիճակ է, բայց սա նայեք իրանց պատկերն է։ Եթե չեք կարում, այսինքն դուք ռեալ դաշտում պայքարեք, փորձենք այսպես վախացնել ձեզի։ Կարծում նման դեպքերը շարունակական կլինեն, հետագայում նույն այդ վախացնելու այլ տարբերակներ լինեն։ Դե իրանց մեթոդն է դա։ Շարունակեն, փորձեն վախացնել, բայց մենք այդ մարդկանցից չենք, վախեցողներից չենք, որ կարանք վախենանք մեքենայով կամ եսիմ ինչ-որ գործ սարքեն մեր վրա, ոնց որ փորձեցին սարքեն ձվածեղով տերորիստ ինձ ասեցին, որպես տերորիստ ձվածեղով հիմա էլ մեքենան են վարում։ Մտածում եմ, եթե վարեն, լռեմ, չխոսամ, բայց դե իրանք այս սրանով ավելի ակտիվ ասեցին, ավելի շատ եմ խոսալու, ավելի շատ եմ ասելու իրանց մասին։